Հայ ազգային կոնգրեսի համար նախագահի ամենաշահեկան եւ ուժեղ թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Մեծ զրույցում հայտարարեց կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը մնում է ուժի մեջ եւ արդյոք կոնգրեսը կարող է պաշտպանել այլ քաղաքական ուժի, օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուին։ Ամեն ինչ կախված է Տեր-Պետրոսյանի որոշումից։ Պաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չի կողմնորոշվել, հա, առաջադրվի, թե չառաջադրվի, ես ինչ։ Հավատացեք, որ Տեր-Պետրոսյանը անմիջապես իր որոշման մասին կհայտնի ամբողջ հասարակությանը։ Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավոր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությանը, թե Բարգավաճը միանշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով եւ եթե Գագիկ Ծառուկյանը չցանկանա իր թեկնածությունն առաջադրել, ապա ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը, կոնգրեսի խմբակցության ղեկավարը սա Վարդան Օսկանյանի անձնական տեսակետը որակեց։ Մեր այն հարցին, թե այնուհանդերձ նման սցենարի դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը կարող է որպես միասնական թեկնածու սատարել Վարդան Օսկանյանին կամ Գագիկ Ծառուկյանին, Լևոն Զուրաբյանը այսպես պատասխանեց. Նախագահական ընտրությունների մասնակցության մարտավարությունը պետք է կառուցված լինի ոչ թե ցանկությունների վրա, այլ շատ կոնկրետ քաղաքական հաշվարկի վրա։ Միասնական թեկնածուի առաջադրումը ինքնանպատակ չէ, հայտարարեց Զուրաբյանը, համոզմունք հայտնելով, որ միասնական թույլ թեկնածուի առաջադրման պարագայում որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Խնդիրը ոչ թե միասնական թեկնածու առաջադրելու, այլ հզոր թեկնածու առաջադրելու մեջ է։ Իսկ թեկնածու, որը կարող է համախմբվել իր շուրջ մարդկանց, որը ընդհանրապես ընկալվում է որպես ծանրակշիռ քաղաքական պետական գործիչ։